Շնորհակալություն, պարոն Ղազինյան, նախ մեր նախկին գործընկերոջ, ես իդեպ պաշտպանության հանձնաժողովից եմ եղել, Արթուր Ղազինյանի եղբայրն եք, պարոն Ղազինյանին կբարևեք անպայման։ Պարոն Ղազինյան, քանի որ պարոն Կարապետյանը խոսեց զարմացած այն մասին, որ ուժային եռամարտի Եվրոպայի հնգակի, աշխարհի երկակի չեմպիոն, միջազգային կարգի սպորտի վարպետ եւ միևնույն մարզասրահում ֆիթնես գծով տնօրեն աշխատած մարդ հիմա դարձել է զարմանք ուղակի տնօրեն ու տենց դրատակ ինչ որ նեպոտիզմի տարեր փորձեց մտցնի, մի հարց էլ ես ունեմ, էլի, պարոն Ղազինյան։ Օրինակ ամսի 20-ին մեր քաղաքացիները գիտեն, եթե հոսանքի փողը մուծած չեն լինում 10,000 դրամ է, մուծած չեն լինում, անջատվում է, 10,000 դրամ պարտքես ունենում, նորմալ է իդեպ, ամբողջ աշխարհում ընդունված կարգ է։ Օրինակ, պարոն Ղազինյան, ում է պատկանում Տեմետալ ընկերությունը։ Ինչքան ես գիտեմ, Տաշիր գրուպի հետ փոխկապակցված ընկերությունը պարոն Կարապետյանի բարեկամներին է պատկանում։ Ոնց է լինում, որ այդ ընկերությունը, օրինակ, հեծին ձեր կառավարման տարիներին պարտք է եղել մոտ $2 միլիոն հոսանքի փող, ու իրանց հոսանքը չի անջատվել, իրանց վրա տույժեր տուգանքներ չեն գրանցվել։ Օրինակ, ոնց է լինում, որ թոշակառու տատիկը 10,000 դրամ հոսանքը պարտք է, իրա վրա հոսանքը անջատել եք, պարոն Ղազինյան, իսկ օրինակ պարոն Կարապետյանի հետ փոխկապակցված ընկերությունը $2 միլիոն 800 միլիոն դրամի կարգի փողա պարտքը լինում, պարոն Ղազինյան, հոսանքը չեք անջատում, տույժ տուգանք չեք կիրառում ու այդպես շարունակ։ Օրինակ, ո՞րն է ձեզ ավելի նեպոտիզմի օրինակ։ Շնորհակալություն։ Ցավում եմ, որ ձեր վարչության անդամը, որը այսօր կառավարում է հեծը, ձեզ լավ չի տեղեկացրել, որովհետև համենայն դեպս միջև Ասկոյի համակարգի տեղադրումը եւ ամբողջական գործարկումը մենք հնարավորություն ենք տվել անգամ միջև ամսվա վերջ մուծելու հոսանքի վարձը։ Շատ պարզ է, հարցում էլ մի արեք, այլ պարագայում հարցում կասե, ես պարագայում որտեղից որ ինֆորմացիան ստանում եք, հետադարձ հարցրեք, թող տարիներով թվերն ասեն։ Ասեմ ավելին, ընդհանուր բանավոր խնդրանքների դեպքում մենք թողել ենք ամիսը անցնի, ըստ սոցիալական վիճակի, ինչ վերաբերվում է Կարապետյանի բիզնեսները չեն մուծել, պետական եւ ոչ պետական բազմաթիվ կազմակերպություններ, օրինակ Սևանի իշխան, կոնկրետ այդ մեկը նշեմ, ամիսներ շարունակ չի վճարել իր հոսանքի վարձը եւ ես չեմ անջատել, ու ոչ թե անջամբ, ջոերը տարով։ Հիմնականում ջոերը պարտքը բերում կուտակում էին միլիարդներով եւ տարվա վերջին վճարում էին։ Ընդհուպ 2 կամ 3 անգամ, եթե չեմ սխալվում, ավելի շատ։ Կառավարության խնդրանքով Սամվել Կարապետյանը չեղարկել է նաեւ օրենքով սահմանված տուժ տուգանքները։ Այսինքն Կարապետյանի բիզնես թե Սևանի իշխան, թե ինչ ասեմ, ինչ անուններ տամ, գովազդի տեղ է, թող չեն տալու պրոստը։ Ջոերը մյուսը մեզ համար ընդամենը բաժանորդներ են։ Այս մասով նորից կրկնում եմ, բազմաթիվ կան։ Ինչ վերաբերում է 10,000 դրամով վճարող տատիկին, հեծը բազմաթիվ տարիներ ունեցել է օգնության ֆոնդ սոցիալական խմբերին օգնելու։ Ունեցել ենք 20 թվականի աղետալի պատերազմից հետո մեր հերոսների, որի մասին իհարկե չեմ սիրում բարձր խոսել, բայց ամեն դեպքում, այսպես կարճ ասեմ, հերոսների ընտանիքներին աջակցելու ֆոնդեր, որոնք բավականին մեծ են, մոտավորապես 4,000-ի կարգի ընտանիքի մասին է խոսքը, ունեցել ենք տուգանքները զիջելու, եղել է ընկերություն, որ խնդրել է, ասել է սնանկ եմ գնում, հնարավոր չի չունեմ, կանգնացրել ենք տուգանքները, ու այդ ամեն ինչի միջելոց օրենքի խախտումը չի, այդ ամեն ինչը հեծի հաշվին է։ Հիմա ինչ վերաբերում է գործարաններին, գիտեք, չի եղել ճիշտն ասած, մեկը գար ասել մի $50 միլիոն փող եմ դնում, գործարան սարքեմ, 500 աշխատատեղ բացեմ, ինձնից ապրանք առեք։ Դա մեկ։ Տաշիր գրուպը, այսպես փոխկապակցված որ ասում եք, կարծում եմ դա գաղտնիք էլ չի, այնպես տակից չի, էլի։ Մեծ ներդրումների արդյունքում կառուցել է ժամանակակից գործարաններ, խթանել է տեղական արտադրությունը, եթե խնդիր ունեք այդ արտադրանքի որակի հետ, ասեք։ Այդ արտադրանքը եղել է լավագույնը։ Արձագանք
Հա, պարոն Ղազարյան, չեմ կասկածում, վստահաբար այն բոլոր ընկերությունները, որոնք որ փաստացի մատակարարել են հեծին անհրաժեշտ ապրանքների 90 եւ ավել տոկոսը եւ համատեղության կարգով զուտ պատահաբար պատկանել են Կարապետյան ընտանիքին եւ փոխկապակցված են եղել Տաշիր գրուպին, վստահաբար մի վարքյան անգամ չեմ կասկածում, որ այդ արտադրանքը մատակարարել են ոչ թե անձնական, բարեկամական եւ այլ կապերի պատճառով, այլ որովհետեւ ուղղակի լավագույնն են մատակարարել, մի վարքյան մտքովս չի անցել, որ կասկածեմ, բայց ուրիշ հարց տամ, այս թեմային ես կվերադառնամ ելույթների փուլում, որ ասում եք Հակասաֆարովյան օրենքը կբերեք ու դա ամեն ինչ կլուծի։ Պարոն Ղազարյան, Սաֆարովը հայտնի մարդասպան է, ով սպանել է հայ սպային Հունգարիայում, Հայաստանից դուրս, այսինքն ես այդտեղ ձեր գործողություններում հետագա մոտավոր այսպիսի հեռանկար եմ տեսնում, որ հաշվի առնելով ձեր սկզբունքայնությունը, դուք մի երկու շաբաթից էլ բերելու եք Հակապերմակովյան օրենքի նախագիծ, քանի որ Պերմյակով օրինակի տարբերություն Սաֆարովի, որը Հունգարիայում էր հայ սպա սպանել, հայ ընտանիք է սպանել Հայաստանի տարածքում, չեք պատկերացնում, որ դրա մասին երբեք հայտարարելու եք, թե չեք հայտարարելու, արդյոք ես ճիշտ եմ տեսնում ձեր գործողությունների հեռանկարը, շնորհակալություն։ Պարոն Ալեքսանդրյան, ինչ որ դուք մտածում եք, մենք կարող անենք, չի կարելի վերագրել, որ մենք դա անելու ենք, դա ձեր խնդիրն է։ Երկրորդը Հակասաֆարովյան օրենքի անունը նախագիծը ներկայացնելուց միգուցե վրան չգրվի Հակասաֆարովյան։ Հակասաֆարովյան անունը դրվում է միայն մի բանի համար, մեր իմ կարծիքով ժողովրդի հիշումը իշխանության հիշողությունը թարմացնելու համար, որովհետև այդ նույն Սաֆարովը, որին Հունգարիան, չգիտեմ, սենց արոք-փարոք ուղարկեց Ադրբեջան եւ տվեցին հերոսի կոչում, հետո մենք գնացինք Հունգարիայի դիվանագիտական հարաբերությունները վերականգնեցինք, ինձ համար համենայն դեպս հաշվի առնելով, որ չի պատժվել որևիցե ձևով եւ այնտեղից էլ մի բան էլ այն ռետորիկան, որը հնչում է Ադրբեջանից, ես ունեմ բազմաթիվ կասկածներ։ Եվ հաջորդը, ինձ համար կոնկրետ, քանի դեռ չի կնքվել իրական երաշխավորներով խաղաղության պայմանագիր, իսկ դա կարող է կնքվել, եթե վերադառնան մեր ռազմագերիները եւ Ադրբեջանը դուրս գա մեր տարածքներից սուվերեն։ Ամփոփեք, Զարիկ Մինասյան։